Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս տոնական օրը դուք համաձայնվել եք եւ որոշել եք մեր հետ հանդիպել այն մեկնարկած նախընտրական փուլի, շատ կարևոր փուլին, որտեղ որ մենք ուզում ենք ձեր հետ կիսվել մեր պատկերացումներով։ Միջև անցնելով այն թեզերին եւ այն մտքերին, որ ես իրականում շատ մեծ ոգևորությամբ եւ պատրաստականությամբ ուզում եմ ձեր հետ կիսել, թույլ տվեք ինձ նույնպես միանալ բոլոր այն շնորհավորանքներին, մեր սիրելի կանանց, աղջիկներին, երեխաներին, մայրերին եւ ձեզ ցանկանալ ամենայն բարիք։ Լինեք միշտ այսպիսի գեղեցիկ, պայծառ, թող ձեր տներում լինի տաք, ջերմ, լուսավոր, սեր ու խաղաղություն լինի։ Ճիշտն ասած, այսօր ինձ համար առաջի փորձն է այսպիսի հանդիպում կազմակերպել եւ քարոզարշավ սկսել։ Չգիտեմ ինչքանով իմ առաջի հանդիպումը ձեր հետ կհիշվի, բայց ինձ միանշանակ հիշվելու է եւ իրականում ակնկալում եմ ձեր կողմից պատրաստականություն, որպեսզի այն այնպես անցկացնեմ, որ ձեզ էլ հիշվի։ Այս պահին մի անեկդոտ հիշեցի, կարող է տեղին է, կարող է տեղին չի, չգիտեմ։ Գինովցած տղամարդը հերթական անգամ, որ վերադառնում է ուշ երեկոյան տուն, կինը դիմավորելուց ասում է, այս անգամ ինչ ես ասելու, ասում է, դե դու խելոք ես, գիտես ինչ պետք է ասես, ասա։ Այդ իսկ պատճառով ես պատկերացնում եմ վաղը մյուս օր թե ինչ մեկնաբանություններ կլինեն, որ եկել է կենաց անեկդոտ պատմելու, ուզում եմ այս պահին կիսվեմ ձեր հետ մեր պատկերացումներով։ Ինչպիսի երկիր ենք մենք ուզում կառուցել մեր թոռների, մեր երեխաների համար, ինչ տեսլական ունենք, ոնց ենք շարժվելու առաջ եւ ինչ գաղափարներով։ Նախ եւ առաջ կարծում եմ դուք էլ կհամաձայնվեք, մենք ունենք ամենաներկայացչական թիմը։ Մեր թիմը իր մեջ ներգրավում է մեր Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր շերտերը։ Դա եւ մեր դրական կողմն է եւ որոշ ժամանակ լինում է նաեւ խոցելի։ Միշտ կարող են գտնել մարդիկ, որոնք ինչ-ինչ անուններ կամ պիտակներ կամ գնահատականներ տան մեր թիմին։ Բայց մեր թիմը իրականում նման է մի մեծ ընտանիքի, որտեղ մի երեխա կա սիրող է, սիրում է ուսում ստանալ, մեկ ուրիշը մի քիչ չար է, մեկ ուրիշը մի քիչ ճարպիկ է, բայց այդ ընտանիքը ապրում է մի ամուր խաղաղությամբ եւ սերով մեկս մյուսի նկատմամբ լցված։ Մեր թիմը ունի ամենամեծ կառավարման փորձը։ Իր մեջ կան եւ ուսուցիչներ, եւ ուսանողներ, եւ գյուղատնտեսներ, եւ կառավարիչներ, եւ մշակույթի գործիչներ։ Եվ այդ կառավարման փորձը ունի եւ դրական փորձ, ունի եւ բացասական փորձ։ Այդ բացասական փորձը ճիշտ գնահատելով, վերլուծելով, մենք կարող ենք հետագայում այդ բացասական երևույթները եւ այն փորձը, որ ունենք, խուսափենք։ Մեր բացասական փորձը եւ մեր սխալները, ճիշտ ասած, ամենայն դեպս այս պահին ես չեմ լսել մեկ այլ կուսակցություն, մեկ այլ քաղաքական ուժ, որը բարձրաձայն ասի, որ այո, մենք ունեցել ենք սխալներ։ Այդ թվում այն կուսակցական ուժերը, որոնք ժամանակին գուցե եղել են իշխանության մեջ։ Դա իրականում համարձակություն է պահանջում եւ բավականին ինքնակնդադատ եւ ռեալիստական մոտեցում։ Մեր բացթողները եղել են եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառները դա նրանք են, որոնք որ այս տարածաշրջանում մարտահրավերներով եւ սպառնալիքներով լի ռեգուլյար դեր լինելու են։ Մեզ կամեցող երկրները, տարբեր ուժեղ երկրներ տարածաշրջանում ունենալով իրենց շահերը ռեգուլյար արել են, անում են եւ դեռ անելու են այնպիսի բաներ, որոնցի մենք այդ սխալները կրկնենք կամ ընկնենք։ Այդ իսկ առումով մեր թիմը տարբերվում է բոլոր մնացած թիմերից, որ մենք գիտենք այդ թալակները եւ մեծ հավանականություն կա, որ հերթական անգամ այդ թալակները չենք ընկնի։ Ինչ վերաբերում է մեր սուբյեկտիվ սխալներին, հավատացեք, որ մեր թիմի ներսում մենք քննարկելիս շատ ավելի կոշտ են խոսում, քան նույնիսկ շատ դեպքերում լսում ենք։ Հաջորդ հատկությունը, որով որ կարող ենք մեր թիմը բնութագրել, դա այն, որ մենք հայտարարել ենք, որ փոխվելու ենք եւ փոխելու ենք։
Կարծում եմ, որ որոշակի քայլեր դուք մեր կողմից արդեն նկատում եք, թիմը համալրվում է նոր թիմակիցներով, եռանդուն, բանիմաց, երիտասարդ կադրերով, եւ մենք ունենք շատ հետաքրքիր սիմբիոզ եւ հին թմի եւ նոր թմի եւ բոլորը միամուր են այն նպատակների մեջ, որը մենք առջև դրել ենք։ Մեր թիմը կարծում եմ, որ նաեւ տարբերվում է շատ գրգռված վերաբերմունքով Արցախի նկատմամբ։ Ես համոզված եմ, որ դուք իմ հետ համակարծիք կլինեք, որ Արցախը այն ֆրոնտային գիծն է, որտեղ մեր դուստրերի, մեր կանանց արժանապատվությունն ու ինքնասիրությունն է որոշվում, որտեղ ընդհանրապես որոշվում է մեր ազգի արժանապատվությունը։ Եվ այդ առումով ես վստահ եմ, համենայն դեպս այս հայտանիշով, որ Հայաստանի Հանրապետությունում քիչ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Արցախի հարցում լինելու է ոչ հետևողական եւ արժանապատիվ։ Մենք ունենք ձևավորված տնտեսական զարգացման ծրագիր։ Այս 6 ամսվա մեջ ես ուզում եմ հաշվետվություն տալ, թե ինչ ենք արել մենք տնտեսության զարգացման համար։ Մենք ախտորոշել ենք բոլոր այն խնդիրներն ու խնդիրները, որոնք կանգնած են յուրաքանչյուր ճյուղի առջև։ Մենք ձևակերպել ենք այն տեսլականները, թե ինչպես պետք է գնանք առաջ։ Մենք գիտենք, թե ինչ թիմով են գնալու առաջ, եւ այդ ծրագիրը ներկայացրել ենք ձեր հանրությանը, ձեր քննարկմանը։ Եվ մի բան, որը հստակ կարող եմ ասել, որևէ խոստում պոպուլիստական, հաճոյանալու, արհեստական դուր գալու այնտեղ չկա։ Ինչ որ գրված է, հստակ է եւ մենք այդ ծրագրերի համար պատասխան ենք տալու։ Շատ կար կարծրացած մի վերաբերմունք եւ ձևակերպում, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրում անել անհնար է, ներդրում անողը շահույթ չի կարող ստանալ եւ այլն։ Մենք հանրությանը ներկայացել ենք ծրագիր, որտեղ այս պահին արդեն ընթացք է տրվել 3.2 միլիարդ դոլարի ինվեստիցիոն ծրագրեր, որոնցից 830-ը 840 միլիոնը ներդրվելու է այս տարի։ Այդ ծրագրերը բաժանված են ըստ ճյուղերի, ըստ ոլորտների եւ ըստ մարզերի։ Եվ օգտվելով առիթից, որ այսօր այստեղ ենք, Արմավիրում ենք, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ծրագիրը, որը նախատեսել ենք Արմավիրի մարզում, որը մենք ենք տեսնում, առնվազն լինելու 85 միլիոն դոլար, 4000 աշխատատեղ եւ այն վերաբերում է տարբեր ոլորտներին՝ ջրամատակարարում, ջրահեռացում, էներգետիկա, տրանսպորտային ուղիներ, նոր աշխատատեղեր, ալտերնատիվ էներգետիկա եւ այլն։ Այստեղ ես ամբողջ նյութ ունեմ եւ չեմ ուզում ձեզ ձանձրացնեմ այդ նյութը ներկայացնելով, բայց վստահ եղեք, որ ինչ որ հայտարարել ենք, միանշանակ անելու ենք։ Ամսի 2-ին դուք կատարելու եք ձեր ընտրությունը։ Ձեր ընտրության ժամանակ մի խորհուրդ եւ հորդոր իրականում լսեք բոլոր ծրագրերը, ինքներդ ձեր մեջով անցկացրեք եւ որոշեք, որ ուժ ունեք ամենաշատը վստահում։ Մենք մի բան հստակ գիտենք։ Մեր ծրագիրը, բացի նրանից, որ իրատեսական է, պոպուլիզմ չկա, ինքը ենթադրում է էվոլյուցիոն եւ բնականոն զարգացում։ Ինչի եմ հատուկ ուզում սրա վրա ուշադրություն դարձնել, նորից անդրադառնալով այն տարածաշրջանը, որտեղ որ մենք ապրում ենք, այն մարտահրավերները եւ սպառնալիքները, որոնք որ մենք ունենք, մենք պետք է այնպիսի զարգացումներ ապահովենք, որոնք որ չեն բերի մեզ ապակայունացմանը, էքսպերիմենտներին եւ ավանտյուրաներին, որտեղ այդ պարագայում մենք ունենանք շատ եւ շատ մեծ խնդիրներ։ Եվ ավարտելով իմ խոսքս, ունեմ մի քանի խնդրանք եւ ցանկություն ձեզ։ Սիրելի ժողովուրդ, նախ եւ առաջինը, խնդրում եմ լինեք լավատես եւ լավին տրամադրված, որտեղ առանց այդ տրամադրության փոփոխություն անել, առաջ շարժվել անհնար է։ Խնդրում եմ լինեք մեկը մյուսի նկատմամբ հանդուրժող, ձեր հարևանին, ընկերոջը, ենթակային, ղեկավարին։ Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ լինի ջերմ,
եւ բարի միջավայր։ Ցանկանում եմ, որ ձեր երեխաները միշտ ձեզ ուրախացնեն, թե ինչպիսի քաղաքացի են իրենք լինում, ինչպես են կրթվում եւ ոնց են իր ծնողին վերաբերվում։ Ցանկանում եմ, որ դուք նաեւ ձեր որդիական պարտքը կատարելուց ձեր ծնողների նկատմամբ լինեք բավարարված։ Ցանկանում եմ, որ ամեն տարի դուք զգաք, որ ձեր կյանքը փոխվում է դեպի լավը։ Ցանկանում եմ, որ դուք երբևիցե չզգաք անարդար միջավայր եւ ոչ օբյեկտիվ վերաբերմունք ձեր նկատմամբ։ Ցանկանում եմ, որ դուք միշտ բավարարված լինեք, թե ինչպես է ձեր աշխատանքը գնահատվում։ Ցանկանում եմ, որ դուք լինեք բարի տրամադրված դեպի ապագան։ Եվ վերջի խոսքս միջև իմ խոսքը ավարտելը, եթե դուք ուզում եք այդ բոլոր կետերը կատարվեն, ապա ես ձեզ խորհուրդ եմ տալի ամսի 2-ին քվեարկեք Հայաստանի Հանրապետության կուսակցությանը։ Այդ դեպքում այդ բոլոր կետերը կատարման հավանականությունը կաչի։ Հարգելի ժողովուրդ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ձեզ ցանկանում եմ լավ տրամադրություն, արդար ընտրություններ, ուռա։ Շնորհակալություն։